Պարոն Օսմանյան, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ եկել եք։ Մտեք Զորամաս սպասում են արդեն այստեղ ձեզ։ Ամանորին ընթառաջ Զորամասի հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված դերասան եւ հումորիստ Մկրտիչ Արզումանյանն է։ Բարև ձեզ։ Ստորաբաժանման հրամանատարի ուղեկցությամբ առաջին կանգառն ուսումնական կենտրոնն է։ Լավ եք, Տայք ջան, լավ է անցնում ծառայությունը։ Ժողովրդի սիրելի Մկոն եկել է շնորհավորելու զինվորների ամանորը եւ նրանց տոնական տրամադրությունը կրկնապատկելու։ Չմերժելով զինծառայողների առաջարկը Մկոն որոշում է ցուցադրել իր զինվորական գիտելիքները, ապացուցելով, որ հմտությունները տարիների ընթացքում չեն մոռացվում։ Տայք ջան, մենք ձեզ շատ սիրում ենք, մենք ձեզ հետ ենք հոգով, սրտով, մտքով, ուզում եմ, որ սահուն, անփորձանք այս ժամանակահատվածը բոլորիդ համար անցնի, վերադառնաք ձեր ընտանիքներին, ձեր սիրելիներին։ Շնորհակալություն, բոլորս շնորհակալ ենք ձեզ։ Հայկական արտադրությամբ, ես չգիտեի։ Հերթե գործնական պարապմունքներինն է, ուսումնական տեխնիկան բերված է մարտական վիճակի։ Մկրտիչ Արզումանյանը նախ ծանոթանում է հրետանային զինատեսակին, ապա զինվորների օգնությամբ եւ նրանց հետ հավասարապես կատարում ուսումնական առաջադրանքը։ Հերու գնաց։ Զգացողությունները ինչպիսին են։ Հրաշալի, մանավանդ որ դիպուկ էր, դե կասեք ես համոստություն անեմ չասեմ, տեսակ ինչ արեցի։ Այստեղ այս գիտելիքները ստանալը, միայն այս պայմաններում հնարավոր կլինի դա անելը, այսինքն այս տեխնիկապես հագեցվածությունը, ամեն ինչի առկայությունը, ես չտեսա ինչ-որ մի բան պակասում էր կամ ինչ-որ մի բան տերի էր։ Բոլորը լուսավոր, հրաշալի երիտասարդներ են, մեր երկրի ապագան են։ Արդեն ճաշի ժամն է, իհարկե Մկրտիչ Արզումանյանը չէր կարող բաց թողնել առիթը զինվորների հետ միասին վայելելու Զորամասում պատրաստված կերակուրները։ Շատ լավն է, իդեալական։ Սեղանի շուրջը զրույց է դերասանի ստեղծագործական ճանապարհի, կյանքի փորձի եւ հաջողությունների հետևում թաքնված քրտնաջան աշխատանքի մասին է։ Ոնց եք։ Հանդիպման վերջին ակորդը զորանոցում է, Մկոյի շուրջը հավաքվել են ուսումնական ստորաբաժանման տարվա ընթացքում գերազանց արդյունքներ ցուցաբերած զինվորները։ Դերասանը կիսվում է իր ծառայության հուշերով, պատմում ինչպիսին էր ինքը որպես զինվոր։ Ծառայությունը հեշտ բան չէ, բոլորս էլ գիտենք։ Ամենակարևորը, որ վերցրել ենք, իրար նկատմամբ ուշադրությունն է եղել, իրար նկատմամբ հարգանքը, ընկերների թիկունք կանգնելը, նույնն էլ իրենք այդպես կարծում եմ այդ ամենալավ ու օգտակար բաներ, որ վերցրել ենք Զորամասից։ Ամանորին, երբ բոլորը կլինեն իրենց հարազատների կողքին, զինվորները կշարունակեն իրենց պատվաբեր ու նվիրական առաքելությունը։ Մկրտիչ Արզումանյանի միակ մաղթանքը հարազատ ժողովրդին ու բանակին մեկն է։ Ողջամտություն, խաղաղություն ու սեր եմ մաղթում։ Այս ժամանակահատվածը թող այդպես սահուն արագ անցնի բոլորիդ համար։ Սա այն շփումներն են, որ պարզապես չի կարելի բաց թողնել։ Լիցքավորում ես մեր տղաներն էլ մեր թիկունքին են կանգնած ու պետք է մենք էլ ուշադիր լինենք իրենց հանդեպ ու հնարավորինս իրենց այդ դրական ամեն ինչը փոխանցենք։ Լինեի հանդերում մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքներ բուրում ուրմանում Լաուրա Մամյան, Ռուբեն Նասականյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ